Ողջույն սիրելի հետևորդներ, մի շատ տարօրինակ բան ասեմ, կարելի է ապրել թագավորի պահլատում և ամբողջ կյանքում մտածել, որ ծառա ես, կարելի է ունենալ ժառանգի իրավունք, բայց ապրել վախի մեջ, կարելի է ունենալ հայր, բայց ապրել որբի պես, կարելի է Քրիստոսին հավատալ, բայց ամեն օր փորձել Աստծուն վաստակել։ Եվ հենց սա է Պողոս առաքյալի այսօրվա խոսքի ամենահզոր պատգամը։ Դու այլևս ծառա չես, այլ որդի։ Եվ եթե որդի ես, նաև ժառանգ Աստծո միջոցով։ Ու հիմա հարցը շատ պարզ է. դու Աստծո տանն ես ապրում որպես զավակ, թե դեռ փորձում ես ապացուցել քեզ որպես վարձու աշխատող։ Այս հատվածը կարող է փոխել մարդու ամբողջ հոգևոր մտածելակերպը, որովհետև Պողոս առաքյալը մեզ տանում է ստրկությունից դեպի որդեգրություն, վախից դեպի սեր։ Պետք է վաստակեմ մտածելակերպից դեպի ես ժառանգ եմ գիտակցություն։ Եկեք միասին հասկանանք ինչ է նշանակում Աստծո ժառանգ լինել եւ ինչու է այսօր այդքան շատ մարդ ապրում ժառանգի իրավունքով, բայց ստրուկի մտածելակերպով։ Իսկ եթե դու Քրիստոսին ես պատկանում, ուրեմն Աբրահամի սերունդ ես, ժառանգներ ըստ խոստման։ Այս եմ ասում, այսքան ժամանակ, որ ժառանգն անչափահաս է, ծառայից առավել չէ։ Չնայած, որ ամբողջ ժառանգության տերն է, բայց խնամակալների ու հոգաբարձների ձեռքի տակ է, մինչև հոր սահմանած ժամանակը։ Մենք էլ նույնպես, մինչ հոգևոր առումով անչափահաս էինք, բնության տարին ուժերին էինք ենթարկվում ու ծառայում։ Իսկ երբ ժամանակների լրումին հասավ, Աստված ուղարկեց իր որդուն, որ ծնվեց կնոջից եւ մտավ օրենքի տակ, փրկագնելու նրանց, ովքեր օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրությունն ընդունենք, քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր որդու հոգին, որ աղաղակում է. Աբբա, հայր։ Ուստի այլևս ծառա չես, այլ որդի, եւ եթե որդի ես, ապա նաեւ ժառանգ Աստծո միջոցով։ Ամեն։ Եթե դուք Քրիստոսին եք, ուրեմն Աբրահամի սերունդն եք։ Պողոս առաքյալը նախորդ խոսքի շարունակությամբ ասում է. եթե դուք Քրիստոսինն եք, ապա Աբրահամի սերունդն եք եւ ըստ խոստման ժառանգներ։ Սա հսկայական փոփոխություն է։ Մարդու կյանքում կա երկու տարբերություն, ինչ որ բանի տերը լինել եւ ինչ որ բանի ժառանգ լինել։ Ժառանգը ստանում է ոչ թե այն պատճառով, որ կարողացել է ամեն ինչ վաստակել, այլ որովհետև նրան տրվել է որդու կամ դստեր կարգավիճակ։ Այստեղ Պողոս առաքյալը մեզ հիշեցնում է Աստծո արքայության ժառանգությունը մեր սեփական արժանինքների մրցույթը չէ, այն կապված է Քրիստոսի հետ։ Ժառանգը չի ապրում վախից։ Եթե պատկերացնենք մի ընտանիք, տան երեխան ամեն անգամ, երբ մտնում է հայրական տուն, չի ասում. հայրիկ, կարելի է ներս մտնել։ Ես այսօր բավականաչափ լավ բան եմ արել։ Եթե նա իրականում որդի է, նա տուն է մտնում որպես որդի։ Իհարկե, նա կարող է սխալվել, կարող է պատժվել, կարող է խրատվել, բայց նրա հարաբերությունը հոր հետ միայն կատարած աշխատանքի վրա չի կառուցվում։ Իսկ մենք երբեմն Աստծո հետ ապրում ենք հակառակ ձևով։ Այսօր աղոթեցի, Աստված ինձ կսիրի։ Այսօր չսխալվեցի, Աստված ինձ կընդունի։ Այսօր եկեղեցի գնացի, Աստված ինձ բարեհաճ կլինի։ Իհարկե, աղոթքը, եկեղեցական կյանքը, պահքը, պատարագին մասնակցությունը, պատվիրանապահությունը կարևոր են, բայց դրանք չեն գնում Աստծո սերը գնելու համար։ Մենք աղոթում ենք ոչ թե որպեսզի Աստված մեզ զավակ դարձնի, այլ որովհետև նա արդեն մեզ կանչում է դեպի իր հայրական սերը։ Ժառանգը, քանի դեռ մանուկ է, ոչնչով չի տարբերվում ծառայից։ Պողոս առաքյալը տալիս է շատ հետաքրքիր պատկեր։ Ժառանգը, քանի դեռ մանուկ է, կարող է ունենալ մեծ ժառանգության իրավունք, բայց դեռ չի կարող տնօրինել այն։ Նա գտնվում է խնամակալների եւ կառավարիչների հսկողության տակ։ Այսինքն կարգավիճակը կա, բայց հասունությունը դեռ չկա։ Սա շատ կարևոր հոգևոր դաս է։ Մարդը կարող է մկրտված լինել, կարող է եկեղեցի գնալ, կարող է տարիներով հավատացյալ լինել, բայց հոգևոր առումով դեռ երեխա լինել։ Քրիստոնյա լինելը միայն
տարիների հարցը չէ։ Եկեղեցում 20 տարի լինելը դեռ չի նշանակում հոգևոր հասունություն ունենալ։ Մարդը կարող է 20 տարի աղոթել, բայց չկարողանալ ներել, կարող է 20 տարի սուրբ գիրք կարդալ, բայց ամեն քննադատության ժամանակ պայթել ուղակի։ Կարող է ամեն կիրակի պատարագի մասնակցել, բայց տանը անտանելի մարդ լինել։ Այստեղ Պողոս առաքյալի պատգամը սուր է։ Ժառանգ լինելը մեկ բան է, ժառանգի պես ապրելը մեկ ուրիշ բան։ Աստված ուզում է ոչ միայն քեզ տալ որդու կարգավիճակ, այլ նաև հասցնել որդիական հասունության։ Եվ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն։ Ահա հատվածի կենտրոնական պահը։ Պողոս առաքյալն ասում է, երբ ժամանակի լրումը եկավ, Աստված ուղարկեց իր որդուն։ Քրիստոսի գալուստը պատահական պատմական իրադարձություն չէր։ Աստծո փրկության ծրագրի մեջ եկավ ժամանակի լրումը եւ ուշադրություն դարձրեք, Աստված չուղարկեց իր որդուն, սա ցույց է տալիս Աստծո նախաձեռնությունը։ Մարդը չէր կարող բարձրանալ մինչև Աստված եւ Աստված իջավ մինչև մարդ։ Սուրբ Հովհան Ոսկեբերյանը այս հատվածի մեկնության մեջ մեծ շեշտ է դնում հենց այս հակադրության վրա։ Նա, ով բնությամբ որդի էր, եկավ որպեսի մեզ շնորհով որդեգրած զավակներ դարձնի։ Սա քրիստոնեական կյանքի սիրտն է։ Աստված ուղարկեց իր որդուն, այստեղ է քո արժեքը։ Եթե երբևէ մտածել ես, ես Աստծուն պետք չեմ, հիշիր այս խոսքը։ Աստված ուղարկեց իր որդուն։ Քո կյանքը այնքան արժեքավոր էր Աստծո աչքում, որ նա մարդացավ։ Քրիստոսի մարմնացումը մեզ ասում է, Աստված մարդու փրկությունը հեռվից չդիտեց, նա մտավ մարդու պատմության մեջ։ Դրա համար երբեք մի ասա, ես անհույս եմ, ես շատ եմ սխալվել, ինձ համար ուշ է։ Եթե դու շնչում ես, քեզ համար Աստծո վերադարձի դուռը փակված չէ։ Որպեսզի օրենքի տակ եղողներին փրկագնի, Քրիստոսի գալուստը նպատակ ուներ ազատել նրանց, ովքեր օրենքի դատապարտող իշխանության ներքո էին։ Պողոս առաքյալը չի ասում, որ օրենքը վատն էր, օրենքը ցույց է տալիս մարդու մեղքը եւ ճանապարհ էր պատրաստում դեպի Քրիստոս, բայց մարդը չէր կարող օրենքի կատարմամբ ինքն իրեն դարձնել Աստծո զավակ, փրկությունը նվեր է շնորհով։ Որպեսզի որդեգրություն ստանանք, սա ամբողջ հատվածի ամենագեղեցիկ բառերից մեկն է, որդեգրություն։ Աստված մեզ պարզապես չի ազատում բանտից, նա ազատում է տուն է բերում։ Սա շատ կարևոր տարբերություն է։ Եթե մարդը ազատվում է բանտից, նա պարզապես այլևս բանտում չէ։ Եվ եթե նրան որդեգրում են, նա ստանում է ընտանիք, անուն, տուն, ժառանգություն եւ հարաբերություն։ Ավետարանը միայն չի ասում դու այլևս դատապարտված չես, նա ասում է դու իմ զավակն ես։ Այսօր շատ մարդիկ ապրում են որփի մտածելակերպով։ Այսօր մարդը կարող է ունենալ ամեն ինչ եւ ներսից իրեն որփ զգալ։ Ունի տուն, ունի ընտանիք, ունի աշխատանք, ունի ընկերներ, ունի սոցիալական կայքեր, բայց ներսում հարց կա. իսկ ով է ինձ իսկապես սիրում։ Պողոս առաքյալը պատասխանում է, Աստված քեզ պարզապես չի ասում, ես քո հանդեպ բարի եմ։ Նա քեզ տալիս է որդեգրության կարգավիճակ, որովհետև որդի եք, Աստված ուղարկեց իր որդու հոգին։ Այստեղ Պողոս առաքյալը գնում է ավելի խորը։ Մենք ոչ միայն կոչված ենք որդիներ լինելու, Աստված իր որդու հոգին ուղարկեց մեր սրտերի մեջ եւ այդ հոգին աղաղակում է Աբբա, Հայր։ Այսինքն քրիստոնեությունը պարզապես գաղափար չէ, Սուրբ Հոգու միջոցով մարդու հարաբերությունը Աստծո հետ դառնում է կենդանի եւ անձնական։ Աբբա բառը արտահայտում է որդիական մտերմություն եւ վստահություն։ Սա Աստծուն անպատկառաբար վերաբերվելու թույլտվություն չէ։ Սա նշանակում է Աստծուն կարող ես մոտենալ որպես սիրող հոր։ Աստծո հետ քո հարաբերությունը չպետք է կառուցվի միայն վախի վրա։ Աստծո երկյուղը կարևոր է, բայց եթե քո ամբողջ հոգևոր կյանքը կառուցված է միայն վախի վրա, եթե սա անեմ, Աստված կպատժի, եթե սա չանեմ, Աստված կհեռանա,
ապա դու դեռ լիովին չես հասկացել որդեգրության խորհուրդը։ Երեխան հորը չի սիրում միայն այն պատճառով, որ վախենում է պատժից, նա սիրում է, որովհետև հայր է։ Նույնպես քրիստոնեական կյանքը հասունանում է այն ժամանակ, երբ պետքեից անցում ենք դեպի սիրում եմ։ Ուստի այլևս ծառա չես, այլ որդի։ Սա այն նախադասությունն է, որը պետք է հիշել ամեն օր։ Դու այլևս ծառա չես, դու որդի ես։ Իհարկե, մենք Աստծո ծառաներն ենք, նաև այն իմաստով, որ ծառայում ենք նրան։ Բայց Պողոս առաքյալի խոսքն այստեղ ցույց է տալիս կարգավիճակի փոփոխությունը։ Ծառան կարող է աշխատել տան համար, որդին տան անդամն է։ Ծառան կարող է հրաման կատարել, որդին հոր հետ հարաբերություն ունի։ Ծառան կարող է աշխատել ժառանգության համար, որդին ժառանգն է։ Ժառանգի և ստրուկի տարբերությունը մտածելակերպն է։ Երկու մարդ կարող են նույն տան մեջ լինել, բայց մեկը ապրել որպես որդի, մեկը որպես ծառա։ Այսօր էլ երկու քրիստոնյա կարող են նույն եկեղեցում նստել, նույն աղոթքը լսել, նույն սուրբ գիրքը կարդալ, բայց մեկը ապրել Աստծո սիրո վստահությամբ, մյուսը մշտական վախով։ Արտաքին միջավայրը նույնն է, բայց ներքին ինքնությունը տարբեր։ Դու ո՞րն ես։ Եթե որդի ես, ապա նաև ժառանգ։ Պողոս առաքյալը վերջնականապես փակում է շրջանը։ Եթե որդի ես, ապա ժառանգ ես։ Այսինքն, Աստված քեզ ոչ միայն ներկա է տալիս, նա քեզ ապագա է տալիս։ Քո կյանքը չի ավարտվում այն ամենով, ինչ տեսնում ես այսօր։ Քո հույսը կախված չէ միայն այս աշխարհի հաջողություններից։ Քրիստոնյան կարող է կորցնել շատ բան այս աշխարհում, բայց եթե Քրիստոսին ունի, չի կորցրել ամենակարևորը։ Սուրբ Հովան Ոսկեբերն այս հատվածում հատկապես ընդգծում է Քրիստոսի մարդեղության մեծությունը։ Աստծո որդին դարձավ մարդ, որպեսզի մարդը ստանա որդեգրության շնորհ։ Նա ցույց է տալիս, թե ինչպիսի անսահման մեծություն ունի այս փոխանակումը։ Նա վերցնում է այն, ինչ մերն է, որպեսզի մեզ հաղորդի այն, ինչ իրենն է, որդիական շնորհը։ Սուրբ Աթանասը աստվածաբանական մտածողության մեջ նույնպես մարդեղության նպատակը մարդու վերականգնումն ու Աստծո հետ որդիական հարաբերություն վերադարձնելն է։ Աստծո որդին մարդացավ, որպեսզի մարդը շնորհով վերականգնվի և Աստծուն մոտենա։ Սուրբ Օգոստինոսը որդեգրության թեման կապում է շնորհի հետ։ Մենք Աստծո որդիներ չենք դառնում բնությամբ այնպես, ինչպես Քրիստոսն է որդի, այլ դառնում ենք որդեգրած զավակներ շնորհով։ Այս տարբերությունը շատ կարևոր է։ Քրիստոսը որդի է բնությամբ, մենք որդեգրած զավակներ շնորհով։ Այս հատվածը տալիս է մեզ գործնական մի քանի կարևոր խորհուրդներ։ Ամեն առավոտ հիշիր, ես Աստծո զավակ եմ։ Մի փորձիր Աստծո սերը վաստակել, ընդունիր այն և պատասխանիր սիրով։ Եթե մեղք ես գործում, մի փախիր Աստծուց, վերադարձիր հոր մոտ։ Դադարիր մարդկանց կարծիքով չափել քո արժեքը։ Քո հոգևոր կյանքը մի վերածիր հաշվապահության, ինչքան արեցի, ինչքան ստացա։ Աղոթիր ոչ միայն Աստծուց բան ստանալու համար, այլ նրա հետ լինելու համար։ Մի ապրիր որպես որբ, երբ Քրիստոսը քեզ որդեգրության ճանապարհ է բացել։ Եթե Աստծո զավակ ես, ապրիր այնպես, որ քո վարքը համապատասխանի այդ անունին։ Երբ դժվարություն է գալիս, հիշիր, ժառանգը կարող է անցնել փորձության միջով, բայց փորձությունը չի վերացնում նրա ժառանգությունը։ Ամեն օր հարցրու քեզ, ես այսօր ապրեցի որպես Աստծո զավակ, թե վախեցած ծառայի պես։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Գաղատացիներին ուղղված 3-րդ նամակի 24-րդ համարից 4-րդ գլխի 7-րդ համարը այսօր մեզ ասում է մի բան, որը պետք է փոխի մեր ամբողջ մտածելակերպը։ Դու սրուկ չես, դու ժառանգ ես։ Դու չես ապրում Աստծո տանը որպես օտար, դու չես մոտենում Աստծուն որպես անծանոթ։ Քրիստոսը եկավ, որպեսզի մենք որդեգրության շնորհ ստանանք, եւ Սուրբ Հոգին մեր սրտում աղաղակում է. Աբբա, Հայր։ Ուրեմն հաջորդ անգամ, երբ քեզ թվա, թե ոչ ոք քեզ չի սիրում, հիշիր դու Աստծո զավակ ես։ Երբ քեզ թվա, որ քո անցյալը քեզ դատապարտել է, եւ հիշիր Քրիստոսը քեզ ազատության եւ որդեգրության է կանչում։
Երբ ձախողվես մի ասա, ես ոչինչ եմ, ասա, ես դեռ սովորող զավակ եմ։ Երբ դժվարություն գա, մի ասա, Աստված ինձ լքել է, ասա, ես հորտան մեջ եմ եւ այս ճանապարհը դեռ ավարտված չէ։ Եվ ամենակարևորը, մի ապրիր որպես ստրուկ այն տանը, որտեղ Աստված քեզ զավակ է անվանում։ Քրիստոսը քեզ կանչել է միայն Չի կանչել միայն ազատելու, նա կանչել է տուն վերադարձնելու։ Դու ազատված ես, դու որդեգրված ես, դու ժառանգ ես, դու ասումն ես։ Եվ եթե սա իսկապես հավատաս, այլևս նույն կերպ չես ապրի։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել, մեկնաբանության բաժնում գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել YouTube-յան ալիքին եւ այս օրվա սուբրային հատվածի բացատրությունը ուղարկել քո բոլոր քրիստոնյա բարեկամներին ու ընկերներին նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։